Տարին մենք նոր տարին, որը բավականաչափ վճռորոշ եւ բեկումնային տարի կարող է լինել, մուտք են գործում քաղբանտարկյալների մի մեծ փաթեթով, այսօր քննարկվելու է մեդիա գործիչներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոց փոխել կամ չփոխելու հարցը, ուզում եմ հիշեցնել, թե ինչի համար են նոյեմբեր ամսից կալանքի տակ այս երկու մեդիա գործիչները ընդհանրապես վիրավորանքին պատասխանելու համար եւ հետույք Նարեկի դեպքում հետույք բառը օգտագործելու համար։ Հիմա եթե ես թվարկեմ այս իշխանության առաջի դեմքերի օգտագործած բառերը, որոնց մոտ հետույք բառը երևի ամենամեղմագույն կոմպլիմենտը կլինի, մենք այստեղ կարող հասնենք Աբրահամ Ռադիլ Իսահակը, այսինքն դա մի քանի ժամ կարող է տևել։ Եվ երկրորդը, եկեք արձանագրենք, որ նույն հոդվածով են կալանավորված տղաները, ինչ նախորդ անգամ եւ այն դեպքում, երբ որ դատարանը հետագայում իրենց ուրեմն մեղավոր չի ճանաչել։ Այս ուրեմն ինչ ենք արձանագրում ենք, որ մենք գործ ունենք հստակ քաղաքական հետապնդման հետ։ Եկեք չմոռանանք, որ հենց այս պահին կալանքի տակ է գտնվում 4 սրբազան, թեմերի 4 առաջնորդ, հոգևոր ուրեմն խորհրդի 4 ներկայացուցիչ, կրկին անհեթեթագույն մեղադրանքներով, կալանքի տակ է գտնվում հայտնի չի ինչի համար Մասիսի քաղաքապետը այն դեպքում, երբ որ տուժող չկա, ավելին ենթադրյալ տուժողները դատարանում ասել են, որ դեռ վաղուց 18 թվականին իրենց տուժող չեն ճանաչում եւ տոներից նոր տարուց 1 օր առաջ կալանավորվել է Խաչիկ Գալստյանը կոռուպցիայի կաշառքի մեղադրանքով եւ բազմաթիվ այլ կալանավորված մարդիկ կան 18-ի գործով, 18 արդարների գործով, ինչ սպասելիք ունենք մենք դատարանից Նարեկի եւ Վազգենի պահով, անկեղծ եթե մեր դատարանների կոդեքսը լիներ արդարադատությունը քրեական օրենսգիրքը, այս դատը ընդհանրապես չպիտի լիներ, բայց քանի որ մենք գործ ունենք կոնկրետ քաղաքական պատվերի եւ քաղաքական հաշվեհարդարի հետ, ես ուզում եմ հույս ունենալ, որ կգտնվի մի դատավոր, դիցուք այսօրվա դատական նիստը քննարկող դատավորը, որը պարզապես կհրաժարվի ենթարկվել քաղաքական դիկտատին։ Ես հասկանում եմ, որ ես հիմա միգուցե ինչ որ շատ ապրիորի եւ շատ այսպես լավատեսական բան եմ ասում, բայց ես ուզում եմ այդուհանդերձ, որ գտնվեն դատավորներ, որոնք չեն ենթարկվի քաղաքական դիկտատին։ Եկեք չմոռանանք, որ նույնիսկ այս իշխանության աշխարհաքաղաքական տերերի կենտրոնները, ասենք Human Rights եւ մի քանի այլ կազմակերպություններ, այդ թվում Միացյալ Նահանգների պետդեպը դատարանների մասով արձանագրել են կատաստրոֆիկ իրավիճակ, խոսել են քաղաքական հաշվեհարդարներից, խոսել են դատարանների իշխանության ենթակա լինելուց, այսինքն նույնիսկ այն կենտրոնները, որոնց պատրոնաժի տակ է գտնվում այս իշխանությունը, չեն կարողացել չարձանագրել դատական իշխանության տոտալ կախվածությունը կառավարող ռեժիմից։ Ինչ ասեմ, սպասենք դատական նիստին եւ նորից դիմում եմ օգտագործելով Նիկոլ Փաշինյանի ներմուծած տերմինը Եվրայոնջաներ տերմինը, որով Նիկոլը ժամանակին բնորոշում էր միջազգային կառույցներին եւ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության դեսպանություններին։ Խոսքի համար այն դեպքում, երբ որ Եվրոպայի խորհրդի լրագրող կազմակերպությունը, անվտանգության կազմակերպությունը պարտադրել է ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին ազատ խոսքի համար, որը Եվրոպայի, ինչ ասեմ, ալֆան եւ օմեգան է եւ որի համար ինձ որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ տարիներով սենց մաշկահան էի կանում, եթե որևէ մեկի խոսքի իրավունքը խախտվեր
խոսքի համար, ազատ խոսքի համար կալանավորված են, անազատության մեջ են գտնվում մեդիագործիչներ, նրանց գործունեությունը ըստ էության կասեցված է եւ խմբագրակազմի գործունեությունը ըստ էության մասնակի է, որովհետեւ կարևորագույն հաղորդումներից մեկը, որը վարում էին տղաները, իհարկե բոլոր գործընկերները շարունակում են գործը, բայց ես կրկնում եմ, այն որակը, որ տալիս էին տղաները, այն աուդիտորիան, որ ապահովում էր Նարեկը եւ Վազգենը, բնականաբար սա ռեժիմի համար վտանգ է եւ միայն դրա համար են նրանք կալանքի տակ։